այդպիսի մի հետաքրքիր դեպք, որ տպավորել է ձեզ մոտ կլինիկա այցերի ժամանակ։ Հիշում եմ իրականում, որ դեկտեմբերի այցի ժամանակ, երբ պետք է գայի, օրերս ինձ շատ փոփոխվեցին։ Մի քանի օրով գնացի Մոսկվա, նորից օրերը փոփոխվեցին, հետո վերադարձա հարմար չէր էլի որ գայի, որովհետև այդ ընթացքում նաև քննություններ ունեինք ու մի օր հստակ որոշեցինք, որ հենց այդ օրը պետք է անենք եւ համասարը միջոցառում ունեինք, որ ժամանակ պետք է ապարեի ու նաև այլ սեյ բեմադրել, պետք է հետևեի երեխաներին, որպեսզի կարողանանք այդ բեմադրությունը նորից կարգավորել։ Եկա հասա կլինիկա, ինձ նորից զանգեցին համասարից, որ մեր միջոցառումը 1 ժամով տեղափոխվել է առաջ, ու մենք չէինք կարող ուղղակի այդ միջոցառումը հետաձգել, իսկ իմ այցը հենց պետք է լիներ այդ ժամին։ Ես էլ պատրաստված, այսպես բարին պատրաստ, որ պետք է գնամ եւ միանգամից բեմ դուրս գամ, աղջիկներին խնդրեցի, որ նորից այցը տեղափոխեն։ Ստացվում է, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում մենք 4 անգամ այց էինք տեղափոխել, բայց իրենք էլի շատ համբերատար ձևով իմ այցը մի անգամ էլ տեղափոխեցին եւ 5-րդ անգամ վերջապես դեկտեմբերին եկա Մարի կլինիկ։ Անի ջան, իսկ ի՞նչն է մոտիվացնում ձեզ ամեն անգամ գալ կլինիկա եւ հետեւողական լինել ձեր բուժմանը։ Իրականում մոտիվացիաները շատ տարբեր են։ Հենց մեր առողջությանը հետևելով մենք կարողանում ենք նաև հետագայում ապահովել այն փաստը, որ մենք ինքներս կարող ենք հետևել արդեն ուրիշների առողջությանը։ Բացի այդ, ես ամեն անգամ երբ հիշում եմ մտնում եմ այստեղ ինչպեսի ջերմություն եւ ինչքան շատ ժպիտներ եմ ստանում, դա նույնպես մոտիվացիայի աղբյուր է եւ այն, որ իրականում կարող ենք ստանալ այն արդյունքը, որը երազում ենք եւ որը բժշկի հետ խորհրդակցելիս մենք պլանավորել ենք, դա նույնպես մեծ մոտիվացիայի աղբյուր է։ Հիշում եմ տարիներ առաջ մի օրթոդոնտի մոտ էի գնացել, ինքը նայեց, ասաց, գիտես ինչ, արի դու բրեկետներ մի դիր, որ Ալա Պուգաչովայինը այդպես է, ինքը չի նեղվում, դու բացարձակ նեղվելու բան չունես, կմեծանաս վինիրներ կդնես, ու այդպես օրթոդոնտի մոտ գնալու թեման պարզապես փակվեց։